Բարև ձեզ։ Այսօրվա մարտի 19-ի ամբյոն հաղորդաշար հերթական հաղորդումը վերնագրել եմ «Զգուշացիր ավտոմեքենայից» կամ ռուս-ամերիկյան հոկեյը։ Բայց նախքան թեմային անցնելը բաժանորդագրվեք, խնդրեմ իմ Մամասի Ավանեսյան YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամասի Ավանեսյան YouTube ալիքը ավելի է տարածվում, իսկ կոչս ուղղված է նաև նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա նույնպես խնդրեմ բաժանորդագրվեք։ Իսկ հիմա անցնեմ բույնյութին եւ այսպես զգուշացիր ավտոմեքենայից կամ ռուս-ամերիկյան հոկեյը։ Մարտի 18-ին Թրամփի եւ Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսային բանակցությունների արդյունքում Ամերիկայի նախագահին չի հաջողվել պայմանավորվել Պուտինի հետ, որ 30 օրով կրակի լիակատար դադարեցում սահմանվի, հաստատվի ռուս-ուկրաինական հակամարտության գոտում։ Թրամփը այլ առաջարկություններ է ստիպված, ըստ որի կողմերը դադարեցնեն 30 օրով երկուստեք հարձակումները միմյանց էներգետիկ համակարգերի վրա։ Պուտինը դրան համաձայնել է եւ անմիջապես էլ դեռ հեռախոսազրույցը չավարտված հրամայել է զինվորականությանը, որպեսզի նրանք անցնեն այդ ռեժիմին։ Պուտինը նաև համաձայնել է, որ այսօր ներողություն մարտի 19-ին տեղի կունենա գերիների փոխանակում 175-ի դիմաց։ Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի այս հեռախոսազրույց բանակցությունների մասին հրապարակված պրես ռելիզի տեղեկանում ենք, որ Պուտինը սկզբունքորեն համաձայնել է կոնֆլիկտի կարգավորմանը եւ պատրաստակամություն է հայտնել ամերիկացի գործընկերների հետ շարժվել այդ ուղղությամբ, նշելով, որ կարգավորումը պետք է լինի համապարփակ, կայուն եւ երկարատև, ինչպես նաեւ ի նկատի ունենալ, որ պետք է վերացվեն այդ կոնֆլիկտի առաջացման նախադրյալները։ Սա ասելով Ռուսաստանի իմաստունը նախադրյալները ասելով իմաստուն ունի, որ ժամանակին ինչու են հարձակվել Ուկրաինայի, որպեսզի պաշտպանեն ռուսաց լեզուն, վերացնեն այդ երկրում նացիստներին եւ որպեսզի այդ երկիրը հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Թե ինչու նշում էր այդ նախադրյալները վերացնել այդ միասին, պետք է պաշտպանվեն Ռուսաստանի օրինական շահերը անվտանգության տեսակետից։ Պուտինը միաժամանակ նաև նշել է Կիևի ռեժիմի բանակցություններ վարելու անկարողությունը, ի նկատի ունենալով, որ այդ երկրի նախագահ Զելենսկին մի անգամ չի, որ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Համայնքային իմաստունը նաև ակնարկել է Թրամփին, որ այդ խաղաղ կարգավորման բանակցությունների դրական արդյունքը կախված է նաև նրանից, որ դադարեցվի Ուկրաինային ռազմական օգնությունը եւ հետախուզական տվյալների հաղորդումը։ Սա բնականաբար քար է դեպի ամերիկյան բանջարանոց։ Հայտնվում է նաև, որ կողմերը քննարկել են միջազգային այլ հարցեր, մասնավորապես իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ Կարմիր ծովի շրջանում։ Գիտեք, այս համառոտ պրես ռելիզը բնականաբար չի արտահայտում այն ամենը, ինչ որ խոսել ու պայմանավորվել են երկու երկրների նախագահները իրենց հեռախոսազրույցի ժամանակ։ Իդեպ պայմանավորվել բառը մի քիչ այնպես էլ ականջահաճո չի ամերիկյան կողմի համար, որովհետև Թրամփը գերադասում է պայմանավորվածություն բառի փոխարեն գործարք բառը։ Բնականաբար 2.5 ժամ, համարյա 2.5 ժամ տևած հեռախոսազրույցի այդ հեռախոսային բանակցությունների մասին 1-2 տողանոց պրես ռելիզը բնականաբար
չի արտահայտում կամ արտահայտում է եղածի ընդամենը 10%-ը, խոսածվածի քննարկվածի ընդամենը 10%-ը։ Մասնավորապես նաև հայտնվում է, որ կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր իրականացնել իրավիճակը կայունացնելու համար ճգնաժամային կետերում, ինչպես նշեցի, քայլեր համատեղ միջուկային զենքը չտարածելու ուղղությամբ։ Սա էլ արդեն չտալով վերաբերում է Իրանին։ Հիմա ռուս-իրանական համագործակցության, ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր է կարծեմ կնքվել։ Հիմա ինչ։ Ամերիկացիները սպառնում են Իրանին։ Ռուսները ինչ են անելու։ Մի կողմ են քաշվելու, թե համոզել են, որ ամերիկացիները հանգիստ նստեն իրենց տեղը։ Թեպետ խիստ կասկած ունեմ, նկատի ունենալով Ռուսաստանի ներկայիս, չնայած Մոսկվան ցույց է տալիս, որ ինքը շատ կայուն եւ ամուր դիրքերում է, նրա շատ հեղեղուկ վիճակը։ Եվ բացի այդ էլ պատմության մեջ անձամբ չեմ հիշում մի դեպք, երբ ռուսները, եթե չասեմ, պաշտպանել են իրենց դաշնակցին, ապա գոնե դեմ չեն եղել։ Այսինքն, եթե չասեմ օգնել են, ապա գոնե պաշտպանել են։ Մի խոսքով, այս մտահոգություններն են, որ ստիպում են խորհել լուրջ հետևանքների մասին։ Մանավանդ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Վիտկոֆը Մոսկվա ժամանելուց հետո, որին Կրեմլում համարյա 8 ժամ սպասեցնել էին տվել, մինչև որ համայնքների իմաստունը կընդուներ, դրանից հետո մեկնում է Բաքու։ Որոշ քաղաքագետներ, վերլուծաբաններ, գործիչներ գտնում են, որ Վիտկոֆի Բաքու ժամանելը ըստ երևույթին դա դիվանագիտական համագործակցված քայլ է Վաշինգտոն, Բաքու, Թել Ավիվ եռանկյունի միջև, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Ու նաև կան Ադրբեջանում հնչում են կարծիքներ, թե սա վկայում է, որ Բաքուն դիտարկվում է իբրև օբյեկտ, այսինքն դառնում է համաշխարհային քաղաքականության կարևոր դերակատարներից։ Գուցե սա է պատճառը, որ վերջին օրերին այսպես ակտիվացել է ադրբեջանական ապատեղեկությունը այն, թե իբր Հայաստանից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Լուրջ մտահոգության տեղիք կա։ Նաև նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ճգնաժամային կետերում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, բայց դրանից ընդամենը մի օր առաջ Իսրայելը վերսկսում է ռազմական գործողությունները Գազայում, իսկ ամերիկացիները հրթիռահարում են Եմենը, Եմենի հութիստներին։ Ովքեր են Եմենի հութիստները։ Դրանք ռազմականացված ջոկատներ էին, որոնք 2004 թվականին զինված ապստամբություն են սկսել Եմենի այն ժամանակվա կառավարության դեմ, աստիճանաբար իրենց հսկողության տակ առնելով երկրի հարավի զգալի մասը։ Իսկ արդեն 2011 թվականին հութիստները մասնակցել են Եմենի հեղափոխությանը, որի արդյունքում նախագահ Ալի Աբդոլլահ Սալահը հրաժարական է տվել։ Եվ հութիստները, ինչու եմ ասում հութիս, որովհետև ոչ հուսիտն է ճիշտ, ոչ էլ հութիսը։ Դրանք արաբերեն հութիս տառն է, հութիս է։ Պես որ թե եւ ց-ը հութս այդպես։ Հութիսները վայելում են Իրանի ռազմական եւ ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև Համասի աջակցությունը։
Եվ պատահական չի, որ Միացյալ Նահանգները նորից զգուշացրել են, որ ռուսներին, որ առայն, որ պետք է նրանք ձեռնպահ նման այլևս հարձակումներից բացեն Կարմիր ծովում այդ տարածությունը, որպեսզի խոչընդոտ չհարուցեն միջազգային առևտրանավերի համար, միաժամանակ զգուշացնում է Իրանին, թե այլապես Իրանը կկրի անոր պատասխանատվությունը։ Որն է լինելու այս պարագայում Ռուսաստանի դիրքորոշումը, որը որ Իրանի դաշնակից է, փաստորեն դժվարանում եմ ասել։ Թեպետ չեմ էլ կարծում, որ ռուսները դոշ կտան Իրանին պաշտպանելու համար։ Գուցե փորձեն դիվանագիտական ճանապարհներով ամերիկացիներին համոզել, որ ձեռնպահ մնան նման քայլից։ Եվ այստեղ գիտեք, ես ինչու հիշեցի զգուշացիր ավտոմեքենայից ռուսական կատակերգությունը, ֆիլմը, ռեժիսորը Էլդար Ռիազանովն է։ Այդ ֆիլմից մի դրվագ, որտեղ Պապանովի կերտած հերոսը սպեկուլյանտ համառանոց շինարարության ընթացքում ձեռ է առնում փեսային, փեսան էլ ռադիոխանութի գործակատար է, որոնք տաղակված են, որ հարևան ամառանոցից մեկի կողմից հարևաններից ձեռից այդ ամառանոցը խլում են, երեք ԲԽՍ-ը պետք է ընդհանրել, եւ խոսքով, եւ այս սպեկուլյանտ աները դիմում է աղջկան ակնարկելով փեսային, թե այս նա պետք է իմանա, թե ես ով եմ, իսկ ինքը շարքային խարդախ է, on рядовой жулик, ռուսերեն ժուլիկ, ես թարգմանել եմ հայերեն խարդախ բառը։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ երկուստեք նույնը միմյանց նկատմամբ են մտածում։ Այսինքն նա մի կողմը պետք է իմանա, թե ինքը ով է, իսկ մյուս կողմը պետք է իմանա, որ նա շարքային խարդախ է։ Եվ իհարկե պետք է նշել նաև, որ այդ հեռախոսային բանակցությունների արդյունքում, որպես բարի կամք, որպես հարաբերությունների նորմալացման քայլ, կողմերը պայմանավորվել են, որ կանցկացվեն ռուս-ամերիկյան հոկեիստների մրցումներ։ Հոկեիստները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների լավացման։ Միայն թե այնպես չստացվի, որ հիշենք երջանկայիշատակ սովետական մարզական մեկնաբան Օզերովին, երբ նա մեկնաբանում էր սովետականադական հոկեիստների խաղերը, խաղերի շարք էր սկսել, ու երբ կանադայի հոկեիստները կոպիտ խաղ էին ցուցադրում սովետական հոկեիստների նկատմամբ, Օզերովը բացականչեց. «Нам такой хоккей не нужен, մեզ այդպիսի հոկեյ պետք չի»։ Չստացվի, որ այդպես լինի։ Ի խոսքով, դա աստված, որ այնուամենայնիվ առաջին հերթին կարգավորվի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը։ Կարգավորվի հաշվի առնելով, բնականաբար չեն կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը, բայց նաև հաշվի չառնվի նաև Ուկրաինայի շահը։ Մանավանդ, որ հիմա, գիտեք, կան այս մեկնաբաններ, վերլուծաբաններ, որոնք նաև պնդում են, թե այդ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, հակամարտությունը չէր ծագի, եթե ժամանակին 96-95-94 թվականին կողմերը հավատարիմ մնային Բուդապեշտի մեմորանդումին, ըստ որի Ուկրաինան Ամերիկայի, Ռուսաստանի
հիմնականում Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի երաշխավորությամբ, որոնք երաշխավորեցին այդ երկրի տարածքային ամբողջականությունը, դրա դիմաց Ուկրաինան հրաժարվեց իր միջուկային զինանոցից։ Դե տեսեք, եթե Ուկրաինան ժամանակին այդ միջուկային զինանոցից հրաժարված չլիներ, ռուսները չէին համարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա։ Մեղմ ասած, ոչ մի քննադատության նման կարծիքը չի դիմանում, որովհետև Ուկրաինան չի հրաժարվել իր միջուկային զինանոցից։ Ուկրաինան իր միջուկային զինանոցը չի ունեցել երբեք։ Այդ Ուկրաինայում տեղակայված էին սովետական միջուկային մարտագլխիկներ, որոնք որ ըստ այդ մեմորանդումի այդ մարտագլխիկները Ուկրաինայից հանվեցին եւ տեղափոխվեցին Ռուսաստան։ Նույնիսկ եթե դրանք մնային Ուկրաինայում, ապա Ուկրաինան դրանք կիրառել չէր կարող, որովհետև այդ մարտագլխիկները, հրթիռները ունեն իրենց կոդերը, իրենց բանալիները, որոնք գտնվում են Մոսկվայում, Ռուսաստանում, ռուսական հրամանատարության տակ։ Մինչև այդ բանալին կոդը չաշխատացնես, ոչ մի հրթիռ չի թռնի։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ես կարծիք հայտնեցի մի ռազմական հայ ռազմական մեկնաբանեցի ժամանակ տարակուսեցի, թե ռուսները մեզ S-400 են տվել, դա հզոր զենք է, տարակուսեցի, այս զենքը տալը քիչ է, իսկ կոդերը տվել են, չէ՞ որ հայտնի է, որ ցանկացած նույնիսկ սմարթֆոն, կոմպյուտեր կարող է չաշխատել, եթե չապահովի նրա ծրագրային բանալին, եթե ծրագրային ապահովում չունենա։ Այսինքն դա վերաբերում է նաև հրթիռներին, այդ կոմպլեքսներին։ Դրանք պարսատիկներ չեն, որ քարը դրեցիք, արձակեցիք, գնաց քարը։ Դրանք որդում են, նավիգացիա ունեն, կոդեր ունեն, կապված են արբանյակի հետ եւ այլ եւ այլ։ Նույնը Ուկրաինային, այնպես որ եթե Ուկրաինան այդ իր միջուկային մարտագլխիկներից, որ ասում են իր միջուկայինը չէր, այնտեղ իր երկրում տեղակայված սովետական միջուկային մարտագլխիկների մասին է խոսքը, որոնք որ համաձայնվեց իր տարածքային ամբողջականության դիմաց հանձնել, թույլատրել, որ ռուսները դրանք տանեն, տեղափոխեն իրենց մոտ։ Ճիշտ այնպես, ինչպես եթե հիմա Լուկաշ Բուլբաշը Եվրոպայի վրա մատ է թափ տալիս, տեսեք, ես միջուկային զենք ունեմ, չունի, ոչ մի միջուկային քարկտիկ էլ չունես։ Դա ռուսների տեղադրած զինանոցն է։ Այնպես որ ուզես էլ մատը ծեմ ես կոճակին, կոճակը չի աշխատել։ Խոսքը վերաբերում է Լուկաշ Բուլբաշին։ Խոսքով Համենայն դեպս 2.5 ժամ տևած հեռախոսային բանակցություններից հետո մի եզրակացություն կարելի անել, որ այնուամենայնիվ Թրամփին չի հաջողվել Պուտինից կորզել կրակի դադարեցման ընդհանուր համապարփակ կրակի դադարեցում, այլ ընդհանրապես պայմանավորվել են միմյանց էներգետիկ ռեսուրսների վրա չարվածելու 30 օրով դադարի մասին։ Մնացած բաներն էլ արդեն ասեցի, իսկ թե մնացած 2.5 ժամվա ընթացքում ինչ պայմանավորվածություններ, ինչ փոխադարձ դեմարշներ կամ գուցե մեղադրանքներ են հնչեցվել, Աստված գիտի։ Ցույց կտա ժամանակը։ Մնում է միայն հուսալ, որ այն ամենայնիվ առողջ բանականությունը կաղթի եւ աշխարհը զերծ կմնա դեպի ռազմաքաղաքական սրացումներից։ Այսօր այսքանը, բայց նախքան տեսություն ասելը մեկ անգամ եւս դիմում եմ նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Իսկ նրանք, ովքեր բաժանորդագրված են եւ նայում են ու հավանում իմ հաղորդումները, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Համասյա Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Ցտեսություն, կհանդիպենք։